Պարոն Առաքելյան, կարելի ասել արդեն ամենօրյա ռեժիմով լսում ենք, որ ուժեղ Հայաստանից ինչ-որ ներկայացուցիչներ են ձերբակալվում ընտրակաշարքի մեղադրանքով։ Դրանցից ամենազավեշտալին թերևս հեռուստացույցի պատմությունն էր, որ մի կնոջ որոշել էին հեռուստացույց նվիրել, բայց ծնունդը անցյալ տարի էր, բայց այդ դեպքում եթե նվեր էր առավել ևս ծննդյան, ինչի է ձայնագրության մեջ Սիմոն Նիկոլաիչին ասում են ստեղ ընդեղ չասեք։ Սկսենք դրանից։ Դե փաստացի իսկապես զավեշտի է դա վերացում եւ ցավալի է որ այս ամենը անում է ինչպես իրենք են բնութագրում մայր որը ունի երեխա, հա, ու նաեւ այո նորածին երեխա ու նաեւ շահարկում են այս ամբողջը ես կարծում եմ ավելի շատ ողբերգության է նման քանի որ այդ շահարկողները ովքեր շահարկում են որ ինքը նորածին երեխայի մայր է պետք է նաեւ հետեւյալ հարցը տան ինչա վաղը մտածելու այդ երեխան իր մոր մասին, երբ որ տարիներ հետո կմեծանա, կհասկանա, որ իր մայրը այնուամենայնիվ չխախտելով անմեղության կանխավարկածը, այսպես ընտրակաշարքի մեջ կամ այդպիսի գործընթացներում է ներգրաված եղել, այստեղ իմ համար թերևս ամենակարևոր հանգամանքը դա է, ու մարդիկ ովքեր շահարկում են փոքր երեխայի հանգամանքը, իրանք պետք է նախ եւ առաջ այդ փոքր երեխայի մասին մտածեն ու այն մարդով ներգրավել է տվյալ դեպքում մայրը այդ գործընթացի մեջ ինքը պետք է հենց նախ եւ առաջ մտածեր իր երեխայի մասին ու մտածեր հետեւյալ կերպ եթե կբացահայտվի այս ամբողջը ինչա տեղի ունենալու իր երեխայի հետ այսինքն առաջինը ինքը պետք է մտածեր իր երեխայի մասին հետո փորձեին հիմա շահարկեին այդ հանգամանքը նայեք որևէ ուժ չդատապարտեց հա ըստ էության ընտրակաշարքի այդ վատ զազրելի արարքը բայց միևնույն ժամանակ դատապարտում էին թե ինչպես կարելի է կերակրող մուրը տանել փակել եւ այլն եւ այլն այսինքն եթե կերակրող մայրը կարելի հանցան գործել իհարկե ոչ ավելին ասեմ դա թերևս դատապարտելի հանգամանքն է, երբ որ կերակրող մայրը ներգրաված է նման ուրեմն դատապարտելի գործընթացներում կրկնեմ, այդ կերակրող մայրը նախ եւ առաջ պետք է մտածի իր երեխայի մասին, ոչ թե հետո բռնվելուց հետո ուրեմն խոսա կամ շահարկի երեխայի հանգամանքը։ Իսկ ինչ վերաբերում է այդ հեռուստացույցի նվիրելուն, որ իբր ծննդյան հեռուստացույցներ, ես ցավում եմ, որ օրինակ, եթե չեմ սխալվում, այդ կինը 103 տարեկան է, ես ցավում եմ, որ 103 տարեկան կնոջ ծննդյան նվերը մի տարի հետո են, ասենք, հիշում որ պետք է տան, չեն մտածում, որ 103 տարեկան կինը Աստված մի արածցե ինչ որ վատ բաներ կարող են տեղի ունենալ եւ գիտեք նաեւ լավ է որ ընտրությունները 2026 թվականին էին թե չէ օրինակ եթե 2027 թվականին լինեին հա հիշեին որ 2027 թվականին էլի պետք է այդ հեռուստացույցը տային իհարկե սա զավեշտ է եւ սա գիտեք այս արդարացումը շատ ավելի նողկալի է քան այն ինչ որ տեղի ունեցել Եվ նաև ձայնագրություններից մեկի մեջ լսվում է, որ իրենց ընտրողներին շուն ու շանգյալ են անվանում, արդյոք սա նախկինների ավանդույթը կրողները չեն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ, երբ որ իրենց ընտրողներին նման կերպ են վերաբերվում։ Այո, հենց նախկինների ավանդույթների կրողն են, քանի որ այդ 20 տարիների ընթացքում, երբ իշխանության էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, Կարեն Կարապետյանը իր եղբայր, հա, երբ որ այդ նույն թիմի անդամներ էին, իրանք ժողովրդին հենց որպես շուն ու շանգալ են վերաբերվել, քանի որ ժողովրդին հասցրել են այնպիսի ծայրահեղ սոցիալական եւ բարոյական վիճակում, եւ ժողովուրդը ստիպված 5000 կամ 10000 դրամով գնացել է ընտրակաշարքը վերցրել եւ գնացել է իրանց քվեարկելու։ Իրանք երկրի տնտեսությունը եւ սոցիալական մակարդակը հասցրել են այն աշճանի, որպեսզի ժողովուրդը օրվա հացի կարիք ունենա եւ գնա նման արգահատելի ուրեմն բաների տվյալ դեպքում ընտրակաշարք վերցնելու եւ հիմա իրանց համար դա բնական է երբ որ ժողովրդին նույն կերպ շուն ու շանգյալ են համարում եւ ես հույս ունեմ եւ համոզմունք ունեմ որ հունիսի 7-ին ժողովուրդը իր ընտրությամբ ցույց կտա թե ովքեր են շուն ու շանգալները եւ նաեւ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները ասում են որ այդ արտահայտությունը Նիկոլ Փաշինյանից են լսել վարչապետը այսօր էլ մեկնաբանություն տվեց այդ արտահայտությանը այդ արտահայտությունը հենց այդ ձևիստների թիմի մեջ բերում է եղել վարչապետի կողմից եւ մեկնաբանություն է եղել վարչապետի կողմից այստեղ էլ իրանք մանիպուլացնում են ակնհայտ ըստ էության հանգամանքը
Եվ օրինակ եթե այս ուժը փող չունենար, նրանք ձայն կտային։ Իհարկե ակնհայտ է, ձայնագրություններն էլ ցույց են տալիս, ես կարծում եմ, որ մենք դեռ էլի ձայնագրություններ կլսենք, ցույց են տալիս, որ այս մարդկանց շուրջը հավաքվել են բացառապես փողի գումարի համար, հասկանում եք, եւ ուրիշ ոչ մի քաղաքական արժեք իրենք իրենցից չեն ներկայացնում, այն մարդիկ, ովքեր դրանց առնվազն 95%-ը, ովքեր այս մարդկանց կողքին հիմա կանգնած են կամ միտինգներին են գալիս, դրանք գալիս են բացառապես փողով եւ գումարով, եւ սա ցույց է տվել այդ ձայնագրությունները, եւ դա ցույց է տալիս նաեւ հանրության հետ մեր շփումները, որ մարդիկ պարզապես իրենց դիտարկում են որպես փողի քսակ, իհարկե ցավալի է եւ ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր կգնան գումարով, չգիտեմ, ընտրություն կատարելու կամ գումար կվերցնեն, քանի որ այսօր պետությունը այնքան խոշորածավալ մասշտաբային սոցիալական ծրագրեր է իրականացում, սկսած թոշակների բարձրացումից վերջացրած առողջության ապահովագրության այդ ծրագրերը եւ այլ ծրագրեր, որ կարծում եմ մեր քաղաքացիները այնքան արժանապատիվ են, որ իրականում չեն գնա այդ 10,000 կամ 20,000 դրամ կաշառքին եւ իրենց ձայնը եւ տվյալ դեպքում նաեւ արժանապատվությունը չեն վաճառի, քանի որ ես համարում եմ, որ սա նաեւ արժանապատվության վաճառք է, եթե մարդը գումարով գնում է իր ձայնը տալիս է կոնկրետ քաղաքական ուժի։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ երբ կան իշխանության սահմանադրություն են փոխելու, որպեսզի Սամվել Կարապետյանը վարչապետ դառնա, ստացվում է, որ այսինքն իրենք սահմանադրությունը ոտնահարելու, տապալելու փորձով գալու են իշխանության։ Տեսեք, այս քաղաքական ուժերը մեծ առումով այդ տարի տասնամյակների ընթացքում իրանք ոտնահարել են Հայաստանի պետականությունը եւ իրանք համար այդ սահմանադրությունը որևէ գրոշի արժեք չունի եւ հերթական անգամ իրանք կարան գնան էլի ապօրինությունների իրանք, չգիտեմ, հոպարի, հորեղբոր, քերու, չգիտեմ, խնամու, ծանոթի, բարեկամի համար իրանք պատրաստ են սահմանադրություն փոխել եւ դա իրանք ակնհայտ բացահայտ ասում են։ Ինչպես իրանք անարգում են Հայաստանի Հանրապետության օրենքները, բայց օրինակ երբ որ իրանք երկրորդ կամ երրորդ քաղաքացիության երկրներում լինեն, իրանք sense վախվորած կերպով այդ երկրի օրենքները ամենաօրինապաշտ քաղաքացիներն են այդ երկրներն, բայց որ Հայաստանն է, ուրեմն իրանք կարան Հայաստանում նույնիսկ թքած ունենան, ինչպես ասում են, հեծի վրա, հիմա թքած ունեն Հայաստանի սահմանադրության ու պետականության։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է նրանց բնութագրում, պատերազմի եռագլուխ կուսակցություն, այդ տեսակետ կա, որ նրանց վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն է, սակայն նրանք խուսափում են ասոցացվել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ըստ ձեզ ինչ պայմանավորվածություն կա ներքին այս ուժերի միջև։ Տեսեք, ես երևի ամիսներ առաջ եմ իմ հարցազրույցներից մեկում հայտարարել, ասել, որ այս ուժերի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված որպես թեկնածու Մոսկվայում որոշում կա կայացված, իսկ այս ուժերը, ինչպես Ռուսաստանի նախագահը հայտարարեց, Մոսկվայի ուժերն են, ռուսամետ ուժեր են, եւ հետեւաբար Մոսկվայից, Կրեմլից ինչ կասեն, այս մարդիկ ուրեմն գլուխները կախ կլսեն եւ կանեն, եւ այդ առումով Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայի համար բացառիկ թեկնածու է, ժամանակով փորձված թեկնածու է։ Ռոբերտ Քոչարյանը իր 10 տարիների կառավարման ընթացքում ապացուցել է, որ ինքը Կրեմլի զինվորն է, Մոսկվայի զինվորն է, որ ինքը Ռուսաստանի զինվորն է, եւ այս առումով այլ մարդկանց Մոսկվան չի ցանկանում տեսնել Հայաստանի ղեկավարի պաշտոնում։ Իհարկե իրենք այս ընթացքում որոշակի տակտիկական քայլեր են անում, ցույց տալու, որ իրենք կապ չունեն եւ նույնիսկ չոր հակասություններ կա, բայց կրկնեմ, Մոսկվայում կա որոշում Ռոբերտ Քոչարյանի հետ կապված եւ եթե իրենք որոշակի հաջողություններ գրանցեն ընտրություններում, ապա Մոսկվայից մեկ զանգով, այսպես մեկ տողանով կշարվեն, հավասար զգաց հրամանով ձայնը կտան Ռոբերտ Քոչարյան։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը արդեն բացահայտ իր աջակցությունն է հայտնել ուժեղ Հայաստանին, որքան էլ որ նրանք փորձում են ցույց տալ, որ նախկինների հետ կապ չունեն, ըստ ձեզ ո՞նց են համոզելու այդ բացահայտ աջակցությունը, որ իրենք կապ չունեն նախկինների հետ։ Գիտեք, որքան իրենք հայտարարեն, որ կապ չունեն, ակնհայտ է, չէ՞, տեսեք, Սերժ Սարգսյանը հայտարարել է աջակցության մասին։ Իր բոլոր թիմակիցները այդ ուժեղ Հայաստանի հանրահավաքներին մասնակցում են եւ աջակցություն հայտնում են։ Ուժեղ Հայաստանի
նախընտրական ցուցակը եթե մենք նայում ենք, ապա այնտեղ կտեսնենք շատ ուրեմն նախկին եւ ներկա հանրապետականներ, որոնք տեղ են գտել այդ ցուցակներում, կան նաև հանրապետականներ, որոնք ցուցակում չեն հայտնվել, բայց իրենք ակնհայտ օգնելու են այդ ուժեղ Հայաստանի թիմին ու այսպես շարունակ, այսինքն ակնհայտ է, չէ, այդ կապը հանրապետական կուսակցության եւ ուժեղ Հայաստանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, որքան հերքում են նաեւ ուժեղ Հայաստանի, նույնիսկ այդ կուսակցությունների երկրորդ համարների մակարդակով, հա, մենք գիտենք թե ովքեր են այնտեղ նույնը նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված, այսինքն այս 3 թևերը դրանք մեկ մարմին են, ուղղակի տակտիկական առումով այսօր իրանք հանդես են գալիս առանձին, որպեսզի առանձին ինչ որ սեգմենտի ձայներ փոկեն, բայց ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները դա հասկանում են։ Վերջին շրջանում տարօրինակ կերպով թիրախային հարձակումներ են սկսվել ավտոբուսների վարորդների նկատմամբ։ Ինչ եք կարծում, արդյոք սա այս հիբրիդային պատերազմներ կոչվածի շրջանակներում չի իրականացվում։ Տեսեք, ես անկեղծ այսօր ուզում եի գրառում կատարեի, բայց լավ որ հարցը տվեցիք։ Ավտոբուսի վարորդների նկատմամբ այդ բռնությունները եւ թիրախավորումը, դրա հիմնական պատճառը եւ մեղավորը Երևան քաղաքի ավականու այդ խմբակցություններն են, որոնք այսպես պայքար էին մղում այդ ավտոբուսների դեմ եւ հիմա դրանց այդ գործունեության ու քաղաքական հայտարարությունների արդյունքում է, որ որոշ թափթփուկներ հիմա մտնում են ավտոբուս, չեն վճարում հերիք չի, նաև ուրեմն ոտնձգություն են իրականացնում ավտոբուսի վարորդների նկատմամբ, կրկնում դրա առաջին մեղավորը այդ չգիտեմ, այնտեղ ինչ դաշինքներ ունեն, հա, Երևանի ավականիում, այդ նույն խմբակներն են, ովքեր որոնց գործունեության արդյունքում որոշ թափթփներ իրենց թույլ են տալիս նման խուլիգանական արարքներ դրսևորել ավտոբուսի վարորդների նկատմամբ։ Եվ մինչև ընտրություններ էլ ինչ այս տեսակ հիբրիդային հարձակումների գրոհների ականատես կլինենք եւ մենք հնարավորություն ունենք մոլդովական ձևով ոնց իրենք էին պայքարում կանխել այս հարձակումները որոշակի առումով։ Մենք բոլոր հնարավորությունները ունենք, բոլոր օրինական հնարավորությունները կան, այս ուժերը այս ընթացքում ցույց են տվել եւ մեր պատկան մարմինների ձայնագրությունները եւս ցույց են տալիս, որ սրանք ուրեմն փորձելու են ընտրակաշարքների միջոցով եւ բոլոր ապօրինությունները կիրառելով որոշակի ձայներ տանել եւ այս եւ ընտրակաշարքների այս դեպքերը եւ գալիք համոզված եմ էլի կլինեն նման ձայնագրությունները եւ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը ցույց են տալիս, որ այս ուժերը կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, այս ուժերը ապօրինի քաղաքական գործունեություն են ծավալում եւ նրանց նկատմամբ ցանկացած օրինական գործողություն արդարացված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի ու պետականության ամրապնդման հեռանկարների տեսանկյունից, իսկ ինչ վերաբերում մնացած հարձակումներին, ապա մենք ըստ էության գրեթե ամբողջ սպեկտրը հիմա տեսնում ենք եւ փաստացի կարող եմ ասել, որ երևի չկա այնպիսի գործիքակալ, որ իրանք չեն կիրառել, պարզապես մինչև ընտրությունները այդ ամբողջը շատ ավելի ինտենսիվ կլինի եւ այստեղ պետքա մեր մասնագիտական հանրույթի, չգիտեմ, ակտիվ քաղաքացիների, քաղաքական ուժերի զգոնությունը եւ արագ արձագանքը նման իրադարձությունների, նման իրավիճակների։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար